Պապոյան, Օվերչուկի սպառնալիքներից հետո ջերմուկի հետ կապված խնդիրները առաջացան, թեև ՍԱՏՄ-ն ասում է պաշտոնական գրություն չկա։ Երեկ էլի ռուսական կողմը ասել էր, որ ջերմուկում խնդիրներ են հայտնաբերվել։ Դուք ինչ կասեք այս մասով, ինչ ունի։ Ցանկացած ապրանքի մեջ էլ կարող է ինչ-որ խմբականակում խնդիր հայտնաբերվել կամ չհայտնաբերվել, միշտ էլ դա կարող է տեղի ունենալ, ես այդտեղ որևէ արտառոց բան չեմ տեսնում։ Եվ ավելին ասեմ, մենք նամակ քանի որ չենք ստացել, ես չեմ կարող մեկնաբանել, այդպիսի բան կա թե չկա, որովհետև պաշտոնապես այդպիսի բան չկա։ Քաղաքական հանգամանքներով է պայմանավորված հաշվի առնելով։ Քաղաքական հարաբերությունները իրականում ինձ թվում է բավականին լավ են, եթե անկեղծ ու հետևաբար ես չեմ կարող նման պնդում անել, որովհետև նման պնդում անելու համար որևէ հիմք չկա։ Բայց Օվերչուկը ըստ էության ասում էր ԵԱՏՄ-ից դուրս գալը եւ այն անդամակցելը դա Հայաստանի շահերից չի բխում, դրանից հետո են տեղ ունեցել այդ գործընթացները։ Այդպիսի գործընթացներ միշտ տեղի են ունեցել, միշտ կարող են տեղի ունենալ, այդտեղ ես որևէ տարօրինակ բան չեմ տեսնում, մենք էլ ենք ստուգում Հայաստան եկող ապրանքների որակը եւ այո, կարող է նախկինում այդպիսի ստուգումներ չեն եղել այդ մեծ ծավալներով, բայց ես կարծում եմ, որ օրինակ ժամանակն է, որպեսզի մենք եւս բոլոր երկրներից Հայաստան եկող ապրանքների նկատմամբ որակական շատ կարևոր հսկողություն սահմանենք, որովհետեւ մեր քաղաքացիների առողջությունը շատ կարևոր է մեր համար եւ այդ քաղաքացիների առողջությունը շատ առաջնահերթ խնդիր է մեզ համար եւ դա է պատճառը, որ մենք դրանց մեծ ուշադրություն ենք դարձնում, նաեւ տեղական արտադրության մեջ որակական հատկանիշների վրա էական ուշադրություն ենք դարձնում։ Օրինակ տեսեք, երեք մենք գնացել էինք մի ջերմատուն, որտեղ ստուգեցինք պոմիդորը եւ վարունգը եւ տեսանք, որ նիտրատների քանակը մի դեպքում սահմանվածից մոտ 10 անգամ պակասեր, մի դեպքում սահմանվածից 2 կամ ավելի անգամ պակասեր։ Սա նույնպես մեր քաղաքականությունների արդյունքն է, որ մենք պետք է զարգացնենք այնպիսի տնտեսություն, որտեղ ապրանքներ, որոնք որ մեր հանրային առողջությունը կվտանգեն ու ժողովրդի առողջությունը կվտանգեն, չպետք է մտնեն շուկա։